կվեջ։ Կա հարց եւ տրվել է պատասխան, այսքանը։ Եվ դուք ակտիվորեն այս օրերին ձեր Facebook-յան էջում առանձին կտորներ եք հրապարակում քննչական կոմիտեի մոնտաժված ձայնագրությունից, կարծես արդեն դատավճիռ է կայացված հարուցված քրեական վարույթի վերաբերյալ, նման տպավորություն ենք ստանում։ Դա ձեր տպավորությունն է։ Եթե դուք որպես ահաբեկիչ եք ներկայացնում մի բան, որը դեռևս գոնե դատարանով ապացուցված չի, կներեք, կանխված ահաբեկչական ակտը կարծում եմ պետք է դատապարտվի ոչ միայն մեր կողմից, այլ նաև ձեր կողմից եւ մեր լրագրող գործընկերների կողմից, ընդդիմության կողմից եւ մենք ցավոք դա չենք տեսնում ընդդիմադիր թույլ տվեք ավարտել չենք տեսնում մեր ընդդիմադիր գործընկերների կողմից եւ շատ հաճախ նաեւ մենք չենք տեսնում նաեւ մեր լրագրող գործընկերների կողմից։ Ինչ պետք է անեն լրագրող։ Նախաքննությունը ավարտված չէ եւ դուք Կա ձայնագրություն Դեռ ապացուցված չէ։ Հաստատաններ ասում են մոնտաժված ձայնագրություն։ Երեխեք մեկը հարց տվեք։ Եվ արդյոք իրական է թե ոչ նույնիսկ։ Փաստաբանը, եթե չեմ սխալվում, հաստատել է, որ ձայնագրությունը Եվ մոնտաժված ասում։ Թույլ տվեք ավարտել։ Փաստաբանը վերահաստատել է, որ տվյալ մարդու ձայնն է եւ չկա որևէ այլ միջամտություն, հետեւաբար այն ինչ գոյություն ունի, անկախ նրանից տարբեր հատվածներ են թե ոչ, նույն օրն են այդ ձայնագրությունները արված կամ ձայնագրվել են նույն օրը կամ տարբեր օրեր, դրանից իրավիճակը չի փոխվում եւ դրանից գործողությունների պլանը չի փոխվում, հետեւաբար այն ինչ մեզ հայտնի է, դա դատապարտելի է եւ որևէ դեպքում չպետք է թույլ տալ հոկտեմբերի 27-ը կրկնվի կամ հոկտեմբերի 27-ից ավելի վատ իրադարձությունների ականատես մենք մեր օրերում լինենք եւ այն ինչ կանխվել է, կարծում եմ շատ կարեւոր է մեր պետության անկախության, մեր պետության ինքնիշխանության, մեր պետության ազատության։ Մի տարի գլխավոր դատախազությունը Կարծեմ ձեր լրատվականներ գրել, որ մենք ես ավականու անդամների հետ դրսում վիճաբանություն ունեցել, որը իրականությանը չի համապատասխանում։ Տեսանյութ կա, որտեղ ես պարզապես խոսում եմ ավականու անդամների հետ եւ առողջ քննարկում կա։ Եվ խնդրում եմ, որ այդ առողջ քննարկումը հենց այդպես լինի։ Եթե Հայաստանի Հանրապետության քննադատական համակարգ քննչական կոմիտեի նախագահը երեք ասաց, որ այո, ձայնագրությունը ամբողջական ներկայացված չի եւ ամբողջական չի եկել կարող ներկայացնել, որտեղ անձնական տվյալներ կան եւ այո, իսկական ներկայացում է, որ հատվածը որ կարեւոր է քննության համար դա է ներկայացվում։ Հիմա հարցը այսպեսին է. Եթե ձեր խոսակցությունները, օրվա ընթացքում ձեր խոսակցությունները իրավապահ մարմինները լսեն եւ հանրության կոնտեքստից կտրված իրենց ինչ արժեք է դա ներկայացնել։ Օրինակ դուք որ քրեակատարողական հիմնարկում կայացնեք։ Ես որևէ քրեակատարողական հիմնարկում չեմ կարող հայտնվել եւ չեմ կարծում, որ դրանք համեմատության եզրեր ունեն իրար հետ։ Ձեզ ժամանակին բռնության մեջ էին մեղադրում։ Անի ջան, ով մեղադրում էր, հաջորդ օրը զրպարտության համար ներողություն խնդրել, բայց ցավոք էլի որոշ լրատվականներ փորձեցին միայն մի կողմը ներկայացնել։ Դա այլևս այդ թեման փակ է եւ դրանք շահարկելը կարծում եմ ոչ բարոյական։ 2016 թվականին թույլ տվեք շարունակել ձեր հարցի պատասխանը տեսախցիկներին էլի նայեք։ Մեր գործընկերներին թույլ տան ավարտել։ Բայց տեսախցիկներին էլի նայեք։ Որևէ կերպ դրանք համեմատելու եզրեր չեն եւ ես որևէ քրեակատարողական հիմնարկում կամ իմ ընկերները չեն կարող հայտնվել, որովհետեւ հիմա խոսքը գնում է ահաբեկչական ակտը կանխելու մասին եւ դուք հիմա որևէ խոսակցություն, օրինակ ես կարող եմ բարևել որևէ մեկին կամ մի մարդու մասին խոսելիս ասեմ ընկեր ջան եւ այդ ընկեր ջանը դուք համեմատում եք ահաբեկչական գործողությունների պլանի հետ։ Ձեր ներքին խոսակցությունների Մեր ներքին ոչ, չի կարող այդպես լինել, որովհետև մենք նման խոսակցություններ չենք ունենում, որովհետև նպատակ չկա նման խոսակցությունների, հետևաբար 2016 թվականի
2016 թվականին, երբ որ Սասնա ծռերը գրավեցին ՊՊՑ գունդը, Նիկոլ Փաշինյանը այդ գործողություններին օրինակ չէր որակում ահաբեկչություն, չնայած որ այդ ժամանակ իշխանությունը նման որակում էր տալիս։ Եվ դա ըստ էության արդեն կայացած փաստ էր, հա, հարձակում էր տեղի ունեցել, սպանվեցին ոստիկաններ։ Ես կարծում եմ, որ 2016 թվականի իրադարձությունների մասին գուցե դուք ամբողջական տեղեկություններ չունեք, եւ հետեւաբար այդ գործողությունները ես կարծում եմ, որ դրանք կազմակերպված գործողություններ են եղել օրվա իշխանությունների կողմից կազմակերպված եւ ներքաշել են մարդկանց առանց իրենց իմացության որոշակի process-ներ գեներացնելու եւ որոշակի արտաքին մարտահրավերներ, որպես որոշակի արտաքին մարտահրավերներ կանխելու կամ դրանք երկարաձգելու։ Փաշինյանն էլ է դրա մի մաս եղել։ Առաջինը ինքը մտավ ՊՊՑ գունդը, ավելին Խորենացի փողոցում հենց ինքն էր գոռում իշխանափոխություն հիմա։ Եվ առաջինը չգիտես ինչու, երբ որ Էլինար Վարդանյանը հանձնաժողովի նախագահ չմտավ, մի րոպե կարևոր բան է հայտարարել ժողովում։ Դուք ասում եք, որ դա process էր կազմակերպված։ Այդ կազմակերպված process-ի հատված եղել է Նիկոլ Փաշինյանը արդյոք թե ոչ, որտեղ ինքը կասկածելի հանգամանքներում առաջինը հայտնվեց ՊՊՑ գնդում եւ այդ ամեն ինչ սկսեց։ Դա լուրջ բան եք հայտարարել։ Ես էլ ասում եմ, եթե կազմակերպված էր, ապա Փաշինյանը դրա մի մաս էր, որտեղ ինքը առաջինը կասկածելի հանգամանքներում հայտնվել է ՊՊՑ գնդում, երբ որ Էլինար Վարդանյանը հանձնաժողովի նախագահն էր ինքը։ Հիմա հարցը տվել եք պատասխանը։ Խոսքը գնում է Սասնա ծռերի եւ այդ ժամանակվա իշխանությունների մասին եւ քաղաքական process-ները Նիկոլ Փաշինյանն էր Խորենացի փողոցում գեներացնում։ Դրան Նիկոլ Փաշինյանը որևէ process-ից տեղյակ չէր կարող լինել, հետեւաբար Նիկոլ Փաշինյանը որևէ process-ի մաս չի կազմում։ Ինքը բառացի ասել է, անընդունել է Սասնա ծռերին որակել ահաբեկիչ։ Այսինքն Բագրատ Սրբազանի այդ խումբը, այդ հերաշրջման պլանը, այսպես ասած, բերեցին, գցեցին ներդրումության դուք համեմատում եք 2016-ը 2025-ի այն process-ների հետ։ Ես կարծում եմ, որ 2025-ի Վազգեն Գալստանյանի կազմակերպած process-ները պետք է համեմատվի եւ համեմատելի են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի։ Բայց ձերով ավելի էր համեմատվում, քան սա մենակ բանը չի, ամեն ինչ խփտի վերա չի նարեկ։ Պարոն Վարդանյան, Նիկոլ Փաշինյանը նախ Facebook-ում հայտարարել, որ այլևս հայրախոսությամբ չի զբաղվելու, հետո էլ ասում է եկեք կոնսենսուսի գանք, մեկս մյուսին չհայենք, ինչու հանկարծ Նիկոլ Փաշինյանը այսպես շախատորյակ հայտարարեց, բայց հիմա հակառակն է։ Ինչպես Ռզանն ասում, ինչի որոշեց կիրթ դառնալ։ Թույլ տվեք չհամաձայնել ձեր տված ձևակերպման հետ, որովհետև վստահ եմ դուք շատ լավ գիտեք եւ վարչապետը կիրթ է եւ կիրթ ձևանալ կամ կիրթ դառնալ հնարավոր չէ տվյալ պահին եւ եթե մարդու ընտանիքին բարբերաբար կպնում են եւ դուք նաեւ որպես լրագրողներ դա չեք դատապարտում եւ ինչ որ պահի եւ հակառակը ինչ որ պահից սկսած մարդը այն դեպքում երբ իր ընտանիքին շարունակում են նորից վիրավորել հայոյախառն արտահայտություններով եւ դրան արձագանքում է եւ դուք սկսում եք քննադատել, ես կարծում եմ պետք է նայել, ես կարծում եմ, որ պետք է երկու կողմը ճիշտ։ Այսինքն նման բառապաշարով խոսելը կրթության Մեր եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետև եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետև այս process-ներ, որոնք տեղի են ունենում ոչ թե եկեղեցու հետ է, այլ եկեղեցական որոշակի գործիչներով է պայմանավորված եւ եթե նախկին Սրբազանը ահաբեկչական ակտ է ձեռնարկում եւ դա բացահայտվում է, կարծում եմ խնդիրը այլ տեղում է եւ ես կարծում եմ, որ Աստծո տանը ծառայող մարդիկ պետք է ծառայեն Աստծուն եւ
որևէ այլ process-ով չզբաղվեն, առավել ևս չզբաղվեն ահաբեկչությամբ։ Բայց հենց նույն գլխավոր դատախազությունը 2023 թվականին, երբ որ Դանիել Իոնիսյանը պաշտոնական գրություններ ուղարկի ասել էր, որ Միքայել Սրբազանը ռազմական հեղաշրջման մասին ահաբեկչական հայտարարություն է տածում, ասել էր արարքը հանցանք չէ։ Իսկ հիմա գլխավոր դատախազությունը առաջ է քաշում Պուչիննավոր մի փաստակ ասում է նոր լույսի ներքո հանցագործություններ։ Սա է Հայաստանի Հանրապետության արդարադատությունը։ Այսպես են քրեակատարողական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության արդարադատությունը առավել քան անկախ է եւ 2023 թվականից հետո էլ մի շարք հոգեվորական ինչու նախկինում Միքայել Սրբազանն Նիկոլ Փաշինյանի գրառումները հաստատաններն են արձանագրել։ Հենց Նիկոլ Փաշինյանի գրառումները չէ, թեստավեք ավարտ։ Ուղղակի հոդված չկա էլի նոր լույսի ներքո, նման բան չկա 2023 թվականից հետո էլ արվել են մի շարք հայտարարություններ հենց հոգևոր գործիչների կողմից, որոնք հիմք են հանդիսացել այն process-ների, որոնք տեղի են ունեցել։ Պարոն Բակոյան, ձեր չկետահոգում, որ անընդհատ այս նմանատիպ գործերը նույն Մասիս Մելքոնյանն են, հա, անընդհատ մակագրվում այս գործերը, որը Հանրապետության կուսակցության նախկին անդամ է եղել։ Սա արդյոք այսպես արդեն որոշված չէ, որ միանգամից նա կալանք է։ Նարեկ ջան, Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը առավել քան անկախ է, առավել քան երբևէ անկախ է, եւ որևէ մեկը չի կարող միջամտել եւ ազդեցություն ունենալ մի միջամտել։ Բայց ովքեր են դա որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ դատարանների վրա եւ դուք առնվազն ականատես եք եղել մի շարք դատական process-ների, որոնք ցույց են մեր փոխանցումները։ Իսկ գրառումները մակագրվում դա դուք արդյոք հարցեր չի առաջացնում, ինչպես է լինում, որ քաղաքական Գիտեք, մի շարք հարցեր կարող են տարբեր իրավիճակներում առաջանալ, բայց հարցը չպետք է ինձ հասցեագրեք, հարցը պետք է հասցեագրեք համակարգին։ մարդու իշխանությունը ոտքից գլուխ ոտ։ Նորից եմ ասում, ես ժպիտով կվերաբերվեմ Անի քո ասացին, բայց այնինչ ինչ դուք ասում եք, որ մեզ չի ուզում, մեզ մի շարք հարցեր պարբերաբար ուզում են եւ ոչ մի շարք բազմաթիվ հարցեր պարբերաբար մեզ ուզում եւ կարող է դատական համակարգի կապված մի շարք հարցեր Ձեզ չի ուզում, որ մայրաթոռը ԱԱՏ-ում ոստիկանական մեծ խմբով գնացին եւ շատերը դա գրող որակեցին։ Շատերը ովքեր են գրող։ Ինչպես եք դուք ներկայացնում Օրինակ Եղամ Նազարյանը ներողություն հավել եմ ասում էր, որ մոլի նիկոլականներ էլ կային, ովքեր եկել էին պաշտպանելու եկեղեցին հարձակումից։ Ներեցեք, բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլի չեմ Թունդ նիկոլական եւ հետեւաբար թույլ տվեք զերծ մնալ։ Ամեն ինքն իր բառակապակցությունն էր, բայց հարձակումը ինչպես է գնահատում երևիճակը դու կադրերը տեսել եք Դուք հիմա նույն բառապաշարով եք խոսում, ինչ երեք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն է խոսում եւ իրավիճակն է գնահատում, այն ինչ եղել է այնտեղ։ Կապարակվեցին սոցիոլոգիական հարցման տվյալներ, համաձայն որոնց եկեղեցին համարվում է Հայաստանում հանրության ամենաբարձր հնարավորությունը վայելող կառույցը։ Քանի որ գործընկերներս եկեղեցու հրաշվածավորների նկատմամբ իրականացվող իրական հետապնդումը համարում են հարցակում, արժան եւ այլն, չեն համարվում հարց այս համատեքստում, եթե եկեղեցին ամենաբարձր հեղինակությունն է վայելում, ինչու հանրությունը փողոցները չի փակել պաշտպանություն եկեղեցու եւ այսպես սպոնտան ինքնաբուխ շարժման Իսկ մայրաթոռը հոգեվորականների պաշտպանությունը ինչու են փողոցները այս անգամ դատարկ։ նորից թույլ տվեք չհամաձայնել, որ որևէ հարցակում որևէ տեղի վրա այդ թվում եկեղեցու վրա չկա, կա հարց պայմանավորված մի շարք հոգեվորականներով, ովքեր հեղաշրջման կոչեր են արել, ովքեր պլանավորել են երկրում ահաբեկչական ակտ իրականացնել, խոսքը սրա մասին է եւ կան գործիչներ,
ում աշխատանքը գնահատվում է ոչ պատշաճ եւ տրվել են հարցեր, այդ հարցերին չի տրվել որևէ պատասխան։ Նոր Աղբան Վարդանյանը հարցազրույցի համար է դրան բախվոյան, որ գործողությունները սրբապղծություններ մայրաթորի հետ կապված։ Ես ուզում եմ այն քաղաքական գործիչներին, որոնք գոյություն չունեն, չմեկնաբանել։ Բայց այդ մարդը ես ավարտեմ իմ հարցի պատասխանը։ բայց դուք չթողեք ես դեպի Ես այստեղ կուզեի անդրադառնալ իրավապահների աշխատանքներին եւ հույս ունեմ, որ այն քաղաքական գործիչները, ովքեր իրենց սպառել են քաղաքական աղբամանում են վաղուց գտնվում եւ որոնք ժամանակին զբաղվել են կոռուպցիայով, իրենց նախարար եղած ժամանակ եւ ձեռք են բերել այնպիսի բնակարաններ, որոնց արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում եւ ցոփուշվայտ կյանք են վարում, ես կարծում եմ, որ այն մարմինները, որոնք մեր իշխանության ժամանակ անկախություն են ստացել, պարտավոր են զբաղվել նաեւ այս քաղաքական գործիչներով եւ այն ինչ իրենք ժամանակին խլել են ձեզանից յուրաքանչյուրից, մեզանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրից, պետք է վերադարձնեն, կրկնում եմ, պետք է վերադարձնեն Հաշինյանի մեկ հրահանգով Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց, հիմա հեծն եք այստեղ խլելու հարցն եք քննարկելու ու խոսում եք արդարադատությունից, ընդամենը մեկ հրահանգով, դուք ԲԴԽ նախագահ եք փոխում, ընդամենը մեկ SMS-ով, ինչի մասին է խոսքը, ինչ արդարություն։ Ես ձեզ օրինակներն եմ բերում, այս տիրույթումա ձեր արդարությունը։ Ձեր հարցը կձևակերպեք։ Ես ասում եմ, նշված օրինակների տիրույթում է ձեր արդարադատությունը։ Խնդրում եմ հարցը կոնկրետ ձևակերպում եմ։ Ձևակերպեք։ Կոնկրետ ձևակերպում եմ հարցը։ Ձևակերպեք։ Արդարադատությունը մեկ հաղորդագրությամբ եւ մեկ գրառմամբ Սամվել Կարապետյանին ձերբակալելով էլ դրսևորվում, հեծը նրանից մեկ հրահանգով խլելու փորձերով է դրսևորվում։ Դուք նորից իրականությանը չհամապատասխանող հարցադրում եք անում եւ էմոցիաները կամ խնդրում եմ բայք հետո կարդաք բայց մի րոպե ո՞րն է էմոցիան ես ասում եմ ուղիղ գրառումներ են եղել անջան հարցեր տվել ես ասում եմ հարցը չեք պատասխան հարց եք տվել դե պատասխանեք հարցին անջան ես եմ որոշում պատասխանել թե չէ դե ասեք չեմ պատասխանում անջան կլինի որ դուք հարցը տալուց հետո բարի լինեք լսել իմ պատասխանը կլինի որ դուք լսեք կլինի որ լսեք խնդրում եմ կլինի որ լսեք դուք նոր էմոցիաներից կլսեք պատասխանը դե խնդրում եմ լսեք հարց եք տվել բարի եղեք լսեք Սամվել Կարապետյանի մասով ես չեմ կարծում եւ չեմ համարում որ մեկ գրառումով դա տեղի ունեցել ես կարծում եմ դրա մասին բարձրաբանումներ տրվել են եւ այնինչ հեծը իր գործունեության ընթացքում հատկապես վերջի շրջանում իրականացնում է դրանք վիճահարույց են եւ խնդիրներ կար եւ նաեւ հանձնարարված է որպեսզի հեծը այլևս մի ամսվա ընթացքում այն խնդիրները որոնք գոյություն ունեն եւ այն անջատումները որոնք տեղի են ունենում մի ամսվա մեջ ժամանակ է տրված որ դրանք կարգավորվեն բայց դրանք չեն կարգավորվում երբ որ այդ մի ամիսը ավարտվել է այդ հենց ավարտվելու ժամանակահատվածում նաեւ հեծի սեփականատերը քաղաքական հայտարարություններ է անում ըստ էության այն խնդիրները որոնք չեն լուծվել հեծում եւ տրված մի ամիսը երբ լրացել է եւ հետեւաբար հարցեր էին առաջանալու հեծի հետ կապված եւ քաղաքական հայտարարությունները արվում որպեսզի պայմանավորեն քաղաքական դրդապատճառներով հեծի ազգայնացման
ծրագիր է։ Պարոն Բաքոյան, երեխեք թողեք մի հատ հարց տամ էլի։ Պարոն Բաքոյան, տեսեք, դուք ասացիք, որ 1 ամիս ժամանակ է տրվել, որ ըստ էության այն արկա խնդիրները, որոնք կային հեծում, լուծվեն, չեն լուծվել։ Կառավարության 5-ամյա ծրագիրը մեծ մասամբ չի իրականացվել։ Ինչ պետք է հետևի այս գործընթացին։ Կառավարության 5-ամյա ծրագիրը ընթացքի մեջ է եւ 2026 թվականին Կառավարության 5-ամյա ծրագրում Արցախը ներառված է։ Ես խնդրում եմ 2026 թվականին նոր ավարտվում է եւ ասել, որ 2025 թվականին անում եք։ Մտքերի, չէ, ներողություն։ Հայաստան խմբակցության անունից ելույթ կունենա Արծվիկ Մինասյանը։ Հարգելի քաղաքացիներ, ակնհայտ է, որ իշխանությունը մանիպուլացնում է հերթական անգամ այն ինչ խոստացել էր եւ ոչ միայն դրժել է իր խոստումը, իրականացնում է ուղիղ հակառակ բաները, հիմա էլ փորձում է հիմնավորել եւ ըստ էության նկարագրել մի այնպիսի իրավիճակ, թե իբր իրենք ոչինչ չեն անում, օրենքով նախատեսված կարգն են պահում եւ այ անպարտաճանաչ քաղաքացիները խաթարում են այս իրավակարգը։ Մինչդեռ ինքնին այս համակարգի փոփոխությունը, երբ ծառայության վճարը փոխարինվում է տեղական վճարով, մի մասն էլ տեղական տուր, ինչպես ասեց իմ գործընկերը Արման Ղազարյանը, շատ հստակ է։ Հարգելի քաղաքացիներ, համայնքի բնակիչներ, ձեզ զրկում են համայնքի կառավարմանը ուղիղ մասնակցելու սահմանադրությամբ երաշխավորված հնարավորությունից, որտեղ այս հարցերը օրինակ հանրաքվեով չեն կարող քննարկման առարկա լինել։ Երկրորդը հսկիչների ինստիտուտի ներդրման եւ զննության ու այլ հարցերի հետ կապված ակնհայտ է, որ երբ որ այս ծառայությունից օգտվելու համար չվճարելը դուք դարձնում եք վարչական իրավախախտում, սկսում է ողջ ծավալով գործել վարչական իրավախախտման վերաբերյալ օրենսգրքի դրույթները։ Եվ այդ շրջանակներում, այո, հսկիչը դիմում է ոստիկանին, ասում է օգնի ինձ, որպեսզի ես ապահովեմ միջոցները, ոչ միայն զննություն, նաև վարչական ձերբակալության առումով։ Ստացվում է, որ քաղաքացիների նկատմամբ հսկիչը կիրառում է հարկադրանքի այնպիսի միջոց, ներառյալ իր մասնակցությամբ որևէ այլտեղ բացառություն չկա նախատեսված։ Երբ որ դիմում է ոստիկանին ու ասում է ինձ օգնես գործը անելու, ներառյալ ինքն էլ է մասնակցում զննությանը։ Սա շատ պարզ է։ Եվ ի վերջո հարց է առաջանում, ավարտում եմ խոսքս, իսկ հարց տվել եք, ինչի պետք է ծառայությունների համար վարչական իրավախախտման հարց առաջանա։ Օրինակ, հանրային հսկայական ծառայություններ կան, ջուր եք օգտագործում, գազ եք օգտագործում, հոսանք եք օգտագործում, այդ չվճարման համար վարչական պատասխանատվություն կա, թե կա դատական կարգով պատասխանատվություն գումարի գանձում։ Եվ այսպես շարունակ, այսինքն էության ավարտում եմ, էությունը քննարկելու փոխարեն դուք բերում եք, այո, եւ մեր քաղաքացիներին սարքում եք, ինչպես ընդունված է ձեր առաջնորդի խոսքում ասած, տուգանքի մատերիալ։ Ավարտեք։ Պարոն Մինասյան, այս տպավորությունն է, որ ամեն ինչ ուզում եք արագ զլնեք, որ հանկարծակի քաղաքացին այնպես չլինի, որ վճարի ու հանկարծակի այնպես չլինի, որ պետության մասնակցության մեջ բան։ Պարոն Դանելյանն էլ ասում է քաղաքացու ջեբը, քաղաքացու գրպանը, քաղաքացու